Լսի քրո, նենց մի արագ հոյտ արդեն ուրիշ ձև խոսամ ես։ Իզ ուտեղը ստից բաներ մի խոսա։ Ես ոչ մի բան չեմ խոսում։ Ես ինձ հազիվ եմ զսպում։ Բայց հետո դու մանգուստին տարար հյուրանոց, ճիշտ է։ Ասենք դե ճիշտ է, ինչ։ Բա ոնց է որ դրանից հետո ես իրան գտնում եմ աբոյի սենյակում։ Լսի քրո, ինքը իմ բայեցն է։ Ինքը իմ ստրուկը չի։ Ինքը ուր ուզի կարող գնա։ Ուրեմն մանգուստը լավ տղա չի։ Քրո։ Բա իմ բայեցը գնա իմ թշնամու մոտ, ոտերը կջարդեմ, անվել։ Ես քեզ նորից եմ ասում, ինքը իմ բայեցն է։ Իմ ստրուկը չի, ինքը ուր ուզի կարա գնա։ Աբոնել քո թշնամին է, թե տենց չի։ Ես չեմ հասկանում։ Դու եկել ես ուզում ես իմ թշնամիների ցուցակ կազմես։ Չէ, ես այսօր ստեղ եմ, որ սուտ խոսալը սովորություն չդառնա քո մոտ։ Դու ոնց որ արդեն վրեջ շատ ես վերցնում, ոնց որ մնալու ես տակը։ Մանվել, ֆակտ առաջին։ Դու որ տարար մանգուստին հյուրանոց, դրանից հետո ես իրան գտնում եմ աբոյի սենյակում։ Ես այդ իմ աչքով եմ տեսել։ Ուզում ես մի երկու հատ էլ ուրիշ օրինակներ բերեմ։ Ես քո ասելով ուզում ես ասես, որ աբոյի տղեն իմ թշնամու տղեն։ Իմ համար է քրվում, դա լոգիկայից դուրս է։ Լոգիկայից դուրս շատ բան կա։ Դու իմանալով հանդերձ, որ մենք սուտը չենք ներում, ինչի ես խաբում, անվել։ Լսի, դու ոնց որ արդեն ուրիշ թեմայի անցար։ Չէ, ուրիշ թեմայի չանցա։ Ուղղակի որ հաջորդ քայլդ գցես, այդ լավ մտածի, ում համար ես անում, ինչի համար ես անում։ Ես քեզ նորից եմ ասում, Լևոնը որ աբոյի տղեն լիներ, իմ համար չէր կռվի։ Ու ինչ է, քո կարծիքով Լևոնը կալոնկում էր աշխատում։ Բայց իրան տեից եմ բերել։ Կալոնկի աշխատող էր էլ։ Չհամոզեցիր ման։ Ես քեզ չեմ համոզում, քրո։ Ես ասում եմ այն, ինչ որ գիտեմ։ Ես Լևոնի մասին, մենակ այդքանը գիտեմ։ Մանվել, դու եթե ուզում ես մեկի մասին ինչ-որ մի բան իմանաս, դու իրենց մանգապարտեզի երկած երգերն ու ոտանավորներն էլ կիմանաս։ Այդ ոնց է որ մանգուստի մասին ոչ մի բան չգիտես, հա։ Եթե ուզում եմ իմանամ, բայց մանգուստի մասին ես չեմ ուզել իմանալ։ Հասկանում ես, ինքը իմ համար ընդամենը բայեց աղի քրո, այսքան բան քեզ։ Չհամոզեցիր, մանվել։ Риза Хамидзе, кстати. Հիմա այդ բացատրեք։ Ինչ եք ասում։ Լիզա, ես երեխայի սրտի բաբախումը չեմ լսում, չեմ տեսնում։ Խնդրում եմ։ Ասեք, որ ամեն ինչ նորմալ է։ Որ իմ բալիկը առողջ է, որ ես լավ կծննդաբերեմ։ Խնդրում եմ, ասեք ինձ, որ ամեն ինչ нормально, խնդրում եմ։ Кстати, Лиза, пойми меня правильно, просто у тебя не тот период беременности, чтобы не видно было сердцебиение ребенка. Тебя вообще не видно. К сожалению, плод умер. Ինչ եք խոսում։ Դուք հասկանում եք, դուք ինչ եք ասում։ Դուք չեք հասկանում, որ այդ երեխան իմ միակույսներ ապրել է, դուք ես ինչ եք ասում։ Успокойся, пожалуйста. Ты еще молодая, ты еще успеешь родить ребенка. Նորից, հա։ Նորից։ Успокойся. Я тут все написала. Միրոպ, ստոպ, մոռացեք այդ ամեն ինչի մասին, ամեն ինչ նորմալ է, ես առողջ, երջանիկ, բարիք ունեն։ Ես ստեղ բոլորը գրել եմ, ձեր բժիշկը ձեզ Պետք չի, իմ երեխան առողջ է, ես լավ բարիք ունենամ։ Лиза, пойми, пожалуйста, ты у нас молодая, ты еще родишь. Թող վտանգավոր լինի։
Ես ուզում եմ մեր։ Լիզա, Հասուջան։ Լավ, ինչ-որ այա։ Ուղղակի դուռը չի կարողանում փակել։ Արամ, հիշում ես, չէ՞ ինչ ենք ասելու։ Հա։ Ու եթե հանկարծակի նկատեսար, որ մի բան նենց չի գնում, դու ձեն մի անի թող ին վրա, լավ։ Լավ, դե դուք խոսաս, ես չեմ կարող խափեմ։ Էդ այն ես էլ ձեր մեջի խափլանն եմ, Լավ ենք յարից։ Հայլի ջան։ Գոհար։ Հա, Ինչ եք անում։ մենակ եմ, ինչ պետք է անեմ։ Բա Լևոնը չի եկել։ Չէ, Լևոնը չի եկել։ Ալբերտի հետ գնացել են որսի։ Հա։ Ես էլ ուզում եի այսօր ձեզ մեր տուն հրավիրեի։ Դե ես նոր եմ գործս վերջացրել։ Հեսա դուրս եմ գալիս, գնամ խանութ մի հատ լավ տորտ առնեմ ու գայիք մեր տուն։ Բայց դե որ տենցով մենակ մնալու ես ինչ անես, արի իմ մոտ։ Չէ, Լի ջան, Արամին կարոտած կլինես։ Կնստեք, կխոսեք։ Էլ վերջացրու, 20 րոպեից տան եմ լինելու։ Նորից չզանգեմ։ Լավ։ Դե առայժմ։ Արե սաբուն նորից գժվել է։ Ավետյանը ինչ ես խառնում իրար։ Մարդուն բերան զգուշացին քելի տենց հանգիստ է։ Հadi երևի չի մտածել։ Ինչը չի մտածել։ Կան չի մտածել որ այսօր հասանք։ Ինքը չի հասկանում որ ստե խաղեր պետք չի արդեն։ Այդքան խաղած որ այսօր են մենք։ Թե ասա ինձ պետք էր ես խափեցի ամիգոյի նրա։ Հիմա ինչ ես ասում այդ հոգնածին չզգուշացնե։ Եվ զգուշացրել եք ինչ։ Իրանը բանի տեղ դներ։ Մենը լավ է մարդը բանի տեղ ա դրել իրանոց ախրանեկով լեցում։ Սաբուն գիլս թե 17-րդ դարն է իր համար։ Թշնամին զորքով գալու է ամրոցների գրավի։ Դու էլ զանգ ասա, հորող բեր զատնի, ցավը տանեմ, ասես 17-րդ դարը չի։ Չէ, չեմ զանգելու։ Բայց ինչի՞ չէ որ։ Որտեղ դա հեռախոսի խոսակցություն չի։ Կզանգեմ կհանդիպեմ իրան ուղղակի։